Իսկ ինչ ազդեցություն կունենան ըստ ձեզ ընտրությունների վրա Ադրբեջանը եւ Թուրքիան, որովհետեւ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը ոչ ուղղակի կերպով, բայց աջակցություն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ ըստ էության նաեւ ասել էր, որ Թուրքիայի համար նպատակահարմար է, որ հենց նա ընտրվի։ Ճիշտ է ասել, որ նպատակահարմար է, որտեղ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է այն քաղաքականությունը, ինչ 100 տարի Օսմանյան կայսրությունը, Թուրքիան եւ այլը ցկտում են։ Այսինքն թուրքերը չէին էլ կարող երազել, իսկ մեր մղձավանջի մեջ չէր կարող լինել այն պատկերացումը, որ մի օր Հայաստանի իշխանությունը նման քաղաքականություն կիրականացնի։ Տեսեք, սրանով հանդերձ մենք չենք տեսնում Թուրքիայի կողմից էական զիջումներ Հայաստանին, որպիսի Նիկոլ Փաշինյանը կարողանար այդ քայլը ծախել որպես հաջողություն ժողովրդի վրա։ Մասնավորապես, քանի տարի է խոսում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, մենք տեսնում ենք ոնց խոսում են, այդպես կա, նույնն է, ոչինչ չի փոխվել։ Անկամ երրորդ երկրի դա ով պետք է լինի, ադրբեջանցիները, ռուսները, վրացիները, այսինքն իրենց քաղաքացիների համար, ասենք մարգարայի անցնակետով անցնում։ Մենք չենք տեսնում նաև գոնե բանավոր հայտարարություն, որ կօգտագործվի երաշխ Գյումրի կարս երկաթուղին։ Ընդհակառակը մենք տեսնում ենք Նախիջևանի դիր կարս երկաթուղու կառուցումը, որը ըստ էության ոչինչ է դարձնում Հայաստանի համար թռիփի ուղին։ Հիմա այո օգնում է եւ գիտեք ինչ կարող է օգնել։ Երբ որ Ալիևը զգա, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերը սասանվում են Հայաստան, նա սահմանի վրա կհրահրի բախումներ եւ Նիկոլ Փաշինյանը սա կմեկնաբանի, ոնց որ սիրում է, տեսեք, սա ընդդիմության սադրանքի հետևանք է, որտեղ իրենք պատերազմի կոչ են անում, երբ որ խոսում են Արցախից, երբ որ խոսում են մեր իրավունքներից, չգիտեմ, գերիներից, հուշարձաններից եւ այլն, եւ տեսեք, պատերազմի վտանգ կա։ Եվ բնականաբար, երբ որ դու հանդիսանում ես պատերազմի մանրավաճառ, հին բառով ասող փերեզակ, չարչի, դու վախացնելու ես ժողովրդին։ Ոչ մի ժողովուրդ պատերազմ թե խաղաղության ընտրության մեջ պատերազմը չի ընտրել։ Իհարկե, դա իրականության հետ կապ չունի, բայց քարոզչական առումով դա բավականին ուժեղ փաստարկ է։ Առավել եւս, եթե կրկնում եմ, ուժեղացվի Ադրբեջանի որոշ գործողություններով, այսինքն վախը ուժեղացնեն։ Եվ դրա համար այդ համագործակցությունը կա։ Բայց իրական քաղաքականությունը իհարկե Հայաստանի նկատմամբ, իրական շատ դաժան քաղաքականությունը սկսելու է, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրություններում հաղթի, եւ այլևս ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը այս խորամանկություններն ու սեթևեթանքները քաղաքական անելու կարիք չունենան։ Իրենք կդնեն բացահայտ հարցը, մասնավորապես արդեն խոսում են 600,000, եթե առաջ 300,000 էին խոսում, 600,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, կխոսեն 150 միլիարդ առնվազն դոլարի ռազմատուգանքների մասին, կխոսեն 269 մզկիթների վերակառուցման մասին Հայաստանի համար, որ հիմա խոսում են, ասում են, կրկնում են, պաշտոնապես են խոսում, նույն Ալիևն է խոսում, բայց գոնե ուղղակի Հայաստանի առջև մի մասը դրված է, մի մասը դրված չի։ Դրա համար թող ժողովուրդը ինքը մտածի, ուզում է բախվի այդ լրջագույն խնդիրներին, որտեղ խնդիրն արդեն Արցախի հարցը չի։ Խնդիրն արդեն Հայաստանի պետականության ինքնիշխանության հարցը չի, որ այս ամբողջ արդեն տվել է Նիկոլ Փաշինյան։ Խնդիրը պարզ գոյութենական հարց է։ Արդյոք հայ ժողովուրդը հնարավորություն կունենա ապրելու այս հողակտորի վրա, անունն էլ չեմ տալի, ինչա կոչվելու, որտեղ էլ չգիտենք։ Ուղղակի ապրելու հնարավորություն կունենա, թե պիտի դառնա ազգովին կամ գաղթական, որտեղ գալու են լցվել, կամ ամեն օրվա բախումներ ունենալու կենցաղային քաղաքական եւ այլ հողի վրա, որովհետեւ իհարկե 600,000 չակում են 600,000 չի գա, բայց այն անգամ 20, 30, 50,000-ը որ գա, դրանք խաղաղ բնակիչներ չեն լինելու, դրանք բանտերից արձակված հանցագործներ, հակահայկական տրամադրություններով սրսկված տարբեր
մարդիկ է լինե ատելությամբ լցված եւ իրենց խնդիրն է լինելու հրահարել ներքին բախումներ, որը պատերազմ հանդիսանա Ադրբեջանի համար զորք մցնելու սովետական Հայաստանի տարածք։